Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարին հյուրընկալել եմ Հանրային ձայն կուսակցության փոխնախագահ, Հանրային ձայն խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Բարև ձեզ, շնորհակալություն։ Տապանի հրավերը ընդունելու համար։ Մենք այսօր մեր հաղորդումը սկսենք, որ Հանրային ձայն կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը սեպտեմբերի 10-ից տնային կալանքում է եւ փորձենք հասկանալ որքան ժամանակով է դա լինելու եւ անդրադառնանք նրանով, որ ընդհանրապես մամուլում կան հրապարակումներ, որ Արտակ Գալստյանի կալանքից ազատվելը ուղիղ կապում են քաղաքապետարանում տեղ ունեցող պրոցեսների հետ։ Այսինքն հիմնականում դուք համագործակցում եք քաղաքացիական պայմանագրի հետ եւ քվորումը ապահովելու համար օգտագործում են ձեր հնարավորությունները, ձեր միջոցները։ Արտակ Գալստյանը մանդատը վայր չի դրել եւ ընդհանրապես ինչ ակնկալիքներ ունեք իր այդտեղ ներկայության մասին քաղաքապետարանի աշխատանքներին, նիստերին։ Ես գիտեմ, որ դուք փորձել եք ստորագրահավաք կազմակերպել, ավականու անդամներին հրավիրել եք դատարան միջնորդություններով, բայց այդ ֆրակցիաները ոչ մեկ ձեզ այդ հարցում չեն ընդառաջել։ Հիմա հասկանանք ինչ իրավիճակ է եւ արդյոք իրոք կապ ունի Արտակ Գալստյանի կալանքի խափանման միջոցը փոխելը քաղաքապետարանի զուտ պրոցեսների հետ։ Սկսեմ երևի թե վերջի այդ նախադասությունից հարցից ձեր։ Ինչ կապ ունի Արտակի տնային կալանք սանկցիայի փոփոխությունը։ Ճիշտ ասած դատարաններ ես միշտ նիստերին գնացել եմ եւ ոչ միայն ես, այլ նաեւ մեր ավականիները, մեր ֆրակցիայի։ Այնտեղ գործ չկա։ Ընդհանրապես իրավաբանությունից հեռու իրավիճակ է։ Շատ անգամ Արտակի անունը չի հնչում դատական նիստերի ժամանակ, ավելի շատ դատախազը ցիտում է այն Չուլանային զորքերի հրամանատարի անունը չեմ ուզում տամ։ Կան վկաներ, հայցվորներ, ովքեր որ գալիս են ասում են մենք ցուցմունք չենք տվել։ Մենք չենք էլ իմանում տեղը որտեղ պետք է տայինք։ Նմանատիպ կուրիոզ իրավիճակների ենք հանդիպում դատավարության ժամանակ։ Արտակին երկար պահել կալանքի տակ, ես գտնում եմ, որ դրա վերջը գալու է եւ պատժվելու են այն մարդիկ, ովքեր կազմակերպել են այս պատմությունը, հա, որ 2 տարի արդեն ձգվում է թե կալանքի, թե տնային կալանքի տեսքով եւ կարամ ավելացնել, որ Արտակ Գալստյանը ոչ թե կալանքի մեջ է եղել միայնակ, այլ նաեւ սովետի փլուզումից հետո այդ տարածաշրջանում երևի թե նման դեպք չի եղել, որ քաղաքական հետապնդումը հասնի այս կուլմինացիային, որ կնոջը կալանավորեն, որդին էլ իմիջայլուց մինչև հիմա էլի կալանքի տնային կալանքի տակ է եւ այդ ասեկոսեները որ կան, հա, այդ տարբեր լուրեր, որ իբր դուք որ նշեցիք համագործակցում ենք ԿՊԿ-ի հետ, այսինքն ձեզ օգտագործում են, մեզ օգտագործում են քվորումների համար, բայց ես հիշացնեմ նույն ամսի 10-ին, հա, սեպտեմբերի այլ ֆրակցիա բերել էր տրանսպորտի գնիչեցման տարբերակ, որին մենք կողմ քվեարկեցինք, բայց իրանք անձամբ իրանց ֆրակցիան չէր եկել քանակություն չէր ապահովել, որ իրանց իսկ վերած նախագիծը անցկացնեին, անցկացվեց գեյմպլանը, որի մասին բազմիցս խոսել եմ, թե ոնց են քաղաքը գծել կանաչ գոտիները հասարակական եւ այլն շատ լուրջ խնդիրներ են ունենալու, որը դեռ չի երևում։ Շատ արագ մյուս ֆրակցիաները անցկացրեցին, բայց նույն հանրային ձայնը բոյկոտեց այդ հարցին, քանի որ հասկանում էր, որ դա պետք չի անցնի, այդ որ ասում է, որ քվորում ենք տալի, բավականին լավ հարցերին ճակերտավոր քվորումներ են տալիս, քանի որ շին թույլտվություններ են ստանում, իսկ գեյմպլանը որ չի աշխատում, չի հաստատված, չի լինում շին թույլտվություններ տալ։ Իսկ մենք լավ գիտենք, ովքեր են օգտվում այդ շին թույլտվություններից, թե նախկինները, հա, երևի մի 80%-ը իրանց ձեռքում է շինարարական ընկերությունների, մի մասն է ներկաների։ Դրա համար օգտվում են այդ հանգամանքից, թե իբրև Արտակ Գալստյանը այնտեղ կալանքի մեջ է, մենք էլ գործարքի ենք գնում։ Եթե մենք գործարքի գնայինք, կամ ինչ-որ մեկը մեզ գործարք առաջարկեր, առաջի հերթին կստանար կոշտ պատասխան, իմ ընկերը առևտրի առարկա չի, նամանավանդ ընտանիքը։ Մենք այս դեպքում ոչ մի գործարքի ոչ կգնանք, ոչ էլ կքննարկենք։ Սա ընդհանրապես ժամանակ է, որը պետք է անցնի։ Իսկ Արտակ Գալստյանի խոսքերով ինձ ասել է գաստուր, հանգարց չնեղվես, ինչքան պետքա կնստեմ, միայն թե մենք հասնենք մեր նպատակին։ Դա ասում եմ Վանոյի Արտակ Գալստյանի խոսքերը, որը իր խոսքերի համար միշտ պատասխանատվություն է կրում,
Եվ դրա համար ես անկասկած ուղղորդվում եմ այդ խոսքերի Բայց ինչն է ուղղությամբ։ հիմա ձեռնտու Արտակ Գալստյանի կալանքի մեջ գտնվելը, թե ինքն ձեզ Տեսեք, ասում է, դուք առաջին որտեղ իր հարցի մեջ- հնարավորությունները ամեն դեպքում հանրությունը տեղյակ է իր հնարավորություններից Շատ- եւ գուցե հենց իր ներկայությունը Վախում են։ քաղաքապետարանում հնարավոր է Վախում են։ իրավիճակ փոխել։ Հայաստանում ինչի են վախում թե ներկաները, թե նախկինները, ամեն դեպքում իրան ճանաչողները լավ գիտեն իր անցած ուղին, իր ասենց ժողովրդական ասած աբրածը լավ գիտեն, հնարավորություններն ու ունակությունները եւ գտնում են, որ իր ներկա լինելով թե քաղաքապետարանում, թե քաղաքական ասպարեզում արդեն ոչ կալանքի տեսքով բավականին շատ քաղաքական ճակերտավոր, այդ գնչուների համար ցավոտ եւ վախենալու վտանգ է։ Դրա համար բոլորը փորձում են նենց անեն, որ Արտակ Գալստյանը լինի անազատության մեջ գոնե խոսքի եւ ինչ որ հարթակների միջոցով չկարողանա հակահարված տալ, այս չեմ էլ կարող ասել ինչ որ քաղաքական գործիչներին, որովհետև հիմնականում որ նայում եմ նախկինում, հա, ազգային ժողովի քաղաքական գործիչներին ու տեսնում ես օպոզիցիա, բայց ինքը ցեղ չեն շպրտում իրար վրա, այլ օրենքներով, օրենքների քննարկում ա գնում, բավականին բարձր որակ էր։ Հիմա բարոյազրկված է, շատ բաներ է բարոյազրկված, ինչը սկսվեց 18 թվականին, որ բերեցին անհնազանդություն, դագաղներ, ես չգիտեմ, լկտիություն, կոմենտներում իրար գրում են եւ այլն, այդ անհնազանդությունը դարձավ լկտիություն, անպարկեշտություն եւ դա շարունակում է հիմա գնում է նրան, որ քաղաքականությունը դա ընդհանրապես անձնական դաշտում իրար վրա ցեղ շպրտել, ինչ որ կեղտոտ շոյեր հանել է, բայց դա սխալ է, դա ընդունելի չի մեր կողմից։ Մենք ավելի կողմ ենք ազգային արժեքների, մեր արժեհամակարգն ենք ուզում վերադարձնենք, հայկական գենի այդ թանկ արժեքները, որոնք որ նույն քրիստոնեությունը հավատքի հանդեպ տեսնում եք ինչ տիպի միտինգներ են կազմակերպում, հետո այդ միտինգներով պառակտումներ են սկսում եւ հայ արդեն հիասթափվում է թե եկեղեցուց, թե սրանից, բայց դա սխալ է։ Մենք ունենք մեր եկեղեցին, մենք ունենք մեր ընտանիքի ոնց որ սյուները, արժեքները, դա պետք է վերադառնա։ Ձեր խմբակցության մեջ չկա պառակտում, ասում են, որ դուք թևերի եք բաժանված։ Կա, ոնց չկա, պառակտում կա, դա շանտաժով, վախով, այդ էլի նույն այդ բլոգերը, հա, ասենց վերնագրենք անունը շատ չտանք։ Բլոգերը վախացրեց, շանտաժ արեց որոշակի ավականիների ֆրակցիայից, որոշները վախից մանդատը դրեցին անցան իրա կողմ, որպեսզի ինչ որ հետևանքներ չլինի, ունենալով երևի թե ինչ որ վտանգներ, որոնց մասին նա տեղյակ է, որոշները շանտաժի ակնկալիքով, հա, ենթադրում էին, որ շանտաժի կենթարկվեն դրա համար, բայց մենք որոշակի գործողություններ անում ենք եւ հենց նույն սեպտեմբերի 10-ի մասին էլ խոսում ենք, ամսի 10-ին էլ հենց 2 հոգու այդ իր ներկայացուցիչներին զուտ հանեցինք, զրկեցինք մանդատներից, իհարկե օրենքի ուժով։ Անուշ Գինոսյան եւ Անուշ Հա, չեմ էլ ուզում իրանց անունները տալ։ Հա, այդ երկուսին հանեցինք, նու հերթի մեջ էլի մարդիկ կան, ովքեր որ զբաղված են ավելի շատ ինչ որ ամբիցիաներով, քան թե Երևանցու հոգսերը լուծելով։ Ինչ նախագծեր եք բերել, որոնց մասին չեն ուզում բարձրաձայնել։ Տեսեք, հանրային ձայնը, հա, կողմնապահությունը, այո, թե ներկաների, թե նախկինների, որովհետև մենք մեր դիրքորոշումը ի սկզբանե ասել ենք, մենք բոլորին դեմ ենք, որովհետև բոլորն էլ մեղավորությունն են, ամեն մեկը իր չափով, հիմա չեմ ուզում ձեր ժամանակը օգտագործենք հենց նրա վրա, թե ով ինչ սխալ արե, ինչ սրիկայություն արե ազգի հանդեպ, մենք բոլորին դեմ ենք եւ թե ներկաները, թե նախկինները ունեն լրատվականներ, չեմ ասում, որ գնում է այդ պոչիկները հասնում է սորոսական թևերին եւ այլն, ընդհանրապես մեզ չեն մոտիկանում, հարցեր չեն տալիս, չեն բարձրաձայնում այն նախագծերը, որոնք բերել է հանրային ձայնը, չեն բարձրաձայնում այն բանի մասին, որ այս վերջի անգամ, որ բոլորը ասում են հանրային ձայնը թանկացրեց, բայց այս վերջի անգամ էլ հանրային ձայնը բոյկոտեց նույն կարմիր գծերի, նույն աղբահանությանը, բայց ասում են մենք համագործակցում ենք։ Եթե մենք համագործակցում ենք, ապա ինչի այդ նույն դոգի կամ ինչ որ չեմ ուզում մարդկանց անուններ տամ, բայց հստակ հանրությունը գիտի, թե տվյալ ավականին այդ գրիգը, որ քվեարկեց կարմիր գծերը եւ աղբահանությունը թանկացրեց, այդ դեպքում էլ մեր մեղավորությունը որն է, որ մենք անընդհատ պետք է գանք ապացուցենք, չէ ժողովուրդ մենք բան ենք, օպոզիցիա ենք։ Ես օպոզիցիայի խմբակցության ղեկավարներին էլ եմ ասել, տղեկ, բերեք
մրցում չկպնենք ով ավելի շատ օպոզիցիա, եկեք միավորվենք։ Ես ձեզ քանի անգամ խնդրել եմ նամակներով, անհատական զրույցների ժամանակ, եկեք գնանք մեզ պակասող ձենը, հա, իշխանությանը, որ խեղճացնենք, կա Արտակ Գալստյանի մանդատը։ Բերեք գնանք դատարան, բերեք միջնորդություն տանք, դատավորը խնդրենք միջնորդությամբ հանդես գանք, որ դատավորը Արտակին թույլ տա գոնե գան նիստերի, գոնե դուք ինքներդ եկեք նիստերում հանդիպեք, տեսեք ինչ ֆարս այնտեղ իրավաբանությունից հեռու։ Բոլորը մերժել են, մի անգամ ի զարմանս ԿՊ-ից մարդ եկավ այդ նույն խնդրանքների նամակների ժամանակ, որ բոլորին էի դիմում։ Ժողովրդավար Դե միգուցե դա բան էր, ինչ-որ քայլեր ցույց տային, թե իբրև թե Արտակի ձայնը իրանց համար այդքան էլ կարևոր չի, ժողովրդավար, դե մենք տեսնում ենք, չէ՞, հիմա Գյումրիում ինչա կատարվում։ Ես հեսա կասեմ հանրային ձայնը ինչ նախագծեր է բերել եւ անցկացրել, որը մենք գտնում ենք մեր շնորհակալությունը պետք է հայտնենք, թե ամենամինիմալը ընտրվելով դառնալով ավականի 30 տարվա մեջ ոչ մեկի մտքով չի անցել թե ազգային ժողովում, թե քաղաքային իշխանությունում շնորհակալություն հայտնի մեր զոհված ընտանիքներին, հա, զոհված տղեկի ընտանիքներին, գոնե ինչ-որ մի լգոտա, ինչ-որ մի հատ արտոնություն տա, մտքով չի անցել։ Մենք առաջին իսկ օրվանից ես գտնում եմ, որ հանրային ձայնը պետք է միշտ շնորհակալություն հայտնի այն մարդկանց, ովքեր իր կյանքը կամ առողջությունը տվել է հայրենիքի համար։ Դա ես չգիտեմ, կարող է իմ մոտ է դա այտենց սուր, բայց մեր ավականիները, նույն Արտակ Գալստյանը միշտ մենք մի կուր ոնց որ ասած մարմին լինենք եւ բոլորս համակարծիք ենք, մենք բերել ենք նախագիծ, որը անցել է զոհված տղաների Արցախյանից սկսած, հա, մինչև 44։ Դա տրանսպորտի անվճար օգտվելու հնարավորություն 150-ին մինչև, չէ, մինչև 150-ը, մինչև 150-ը, մինչև այդ 300 դրամները, 300 դրամի մասին էլ կասեմ, թե ինչ պայքարներով ինչով ենք հասել դրան, որ կարողացել ենք ոնց որ ասած ջարդել մեջքը ու հասնել սրան։ Իհարկե էլի քննադատում էին, հանրային ձայնը համագործել չէ, հանրային ձայնը ի սկզբանե ասել է մենք ինչ հնարավոր լծակներ ունենք, անելու ենք, օգտագործելու ենք, որպեսզի Երևանցուն լինի լավ։ Ինչ որ մի հոգ կրճատենք։ Բայց լծակները աշխատող լծակներ են եւ Դե դրա համար եմ ասում, իհարկե մեր լծակները աշխատող լծակներ են, առաջին նախագիծը դա էր, երկրորդ նախագիծը, որի մասին ընդհանրապես չեն խոսում, որ դա հանրային ձայնն է, դա երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող պատերազմի մասնակիցներ կամ ծառայության ժամանակ ինչ-որ վնասվածք ստացած բոլոր անձանց Հայաստանի Հանրապետության տարածքով մեր նախագծերը աշխատում են ոչ թե Երևանում գրանցում ունեցողների, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ովքեր մտնում են այս խմբերի մեջ։ Նրանց համար էլ անվճար տրանսպորտ է, ոչ մեկ չէ կապ չասեց դա ոնց եղավ, ինչի եղավ, բարձրաձայներ, լուսաբաներ, որ մարդիկ իմանան, որ գոյություն ունի մի հատ կուսակցություն, հալածված մի հատ խմբակցություն, որին անընդհատ բոլոր մեղքերի մեջ sense մեղադրում են թե իբր դուք էս եք անում, են եք անում, բայց ես էլ հակառակն եմ ասում, որ դուք նախագծեր բերեցիք, դուք էլ ձեր մասնակցությունը չապահովեցիք, հանրային ձայնը եկել կողմա քվեարկել, ձեր բոլոր վերած օպոզիցիոն այդ նախագծին, դուք ինքներդ չեք գա շոու եք անում, հետո գնում եք այդ շոուի հիման վրա Գյումրիում ունենում եք ինչ-որ հաջողություններ, մենք տեղել ենք ձեզ օգնում, ասում ենք հարց չկա, օպոզիցիա միավորվեք, տարբեր տեսակի հնարավորություններ օգտագործելով աջակցել ենք ու գլուխ չեմ ուզում գովամ, որոշակի ներդրում էլ մենք ունենք, որ Գյումրիում կայացել է այս իրավիճակը, որը շատ էլի վտանգավոր իրավիճակ է, ես ասեմ ինչի, բացի դրանից ես երրորդ նախագիծն ենք արդեն մուտքանում, որը որ շատ ցավոտ նախագիծը արդեն երևի թե ԿՊ-ի եւ իրանց համագործակցող անձանց համար, ովքեր որ չքվեարկեն կամ դեմ լինեն այս նախագծին, ինչը իր մեջ ներառում հերահար քվեարկության հնարավորություն կալանքում գտնվող անձանց համար։ Դա չենք անում միայն Արտակ Գալստյանի համար։ Իհարկե մեր ցավոտ կետն է այդ պահը, որ ուզում ենք փորձում ենք ինչ-որ մի ձև լինի, ինչը կբերի օպոզիցիայի մեծամասնության, այսինքն Արտակ Գալստյանի ձայնը եւ ոչ միայն Արտակ Գալստյանի, դա շատ են շեշտում, բայց շատ նիստեր կան, որ ավականիներ եւս չեն եկել այլ ֆրակցիաներից բավականին շատ։ Նույն այդ խոցելի նիստերի ժամանակ կան մարդիկ, ես հիմա չեմ ուզում իրանց անունները տամ, բազմաթիվ անգամ ասել եմ, նաեւ հմեկով եմ ասել, բայց այսօր դրա մասին չխոսենք։
ինչ նախագիծը հնարավորություն է տալիս, որ կալանքում գտնվող ավականին իր մանդատը օգտագործի, որը ստացել է ընտրողների ձայների շնորհիվ։ Դատավորի թեթև ձեռքով այդ ընտրողների հնարավորությունը կրճատվում է։ Տեսեք, նույն Գյումրիի օրինակով բերեմ, վաղը, վաղնա չէ, իրաց առաջի ավականու նիստը շատ հանգիստ կարան կալանքի տանեն, կալանքը դա մեղադրանքի ոնց որ սկիզբն է, եւ չենք մոռանում, որ կարան կալանավորեն ոնց որ արտակի դեպքում, վերջում ասեն կներեք, դուք անմեղ եք եւ բայց այդ ժամանակում կորցնում է Երևանցին, այդ նույն ընտրողը կորցնում է իր հնարավորությունը ընտրած ավականու ձայնն է կորցնում։ Մենք հիմա նախագիծ ենք բերել եւ եթե հանգարց ԿՊ-ն դեմ լինի կամ ինչ-որ մեկը դեմ լինի, դա նշանակում է, որ Արտակ Գալստյանը գտնում է ԿՊ-ի քաղաքային իշխանության, գերության մեջ։ Դա փաստացի, եթե այս նախագիծը չի անցնում եւ եթե օպոզիցիան չի միավորվում մեր հետ այս նախագիծը առաջ տանելու հարցում, ես հրապարակային ասում եմ Արտակ Գալստյանին պահում են գերի, որ քաղաքային Երևան քաղաքի իշխանությունը միշտ ունենա դրական իրենց հարցերի համար դրական քանակություն։ Նույնը խորհուրդ կտամ Գյումրիին։ Թող էս օրինակը վերցնեն, եթե պետք է ես այդ նախագիծը կփոխանցեմ իրանց, թող իրանք էլ իրանց մոտ փորձեն այս նախագիծը, որովհետև տեսեք Սարիկը ունի 14 ավականի, այնտեղ ձայների քանակությունը 3-ով է։ 3 հոգու կալանավորում են, այդ ժամանակ չեն հասցնում տակի ձայները, տակի մարդիկ մանդատները դնեն եւ քաղաքային իշխանությունը անցնում է ԿՊ-ի ձեռքում, այդ նիստով։ Նախագիծը երբ եք ուզում բերել։ Ես արդեն մուտք եմ արել։ Արդեն իսկ երբ կլինեն լսումները։ Մինչև 4 ամիս կարան ձգեն։ Նորից նորից մենք ընկնում ենք այդ քաշքշուկների մեջ, այդ հարցերի մեջ, որ իրավական էս հարցնա, էս կետնա վատ, այն կետնա, բայց մենք գիտենք, որ մեր նույն առաջին համարը, մեր կուսակցության ղեկավարը փայլուն իրավաբանություն գիտի եւ միշտ կազմելուց նախագծերը մենք միասին ենք դա անում։ Եթե Արտակ Գալստյանը խանգարում է իրենց եւ ինչպես դուք եք ասում, թե նախկիները թե ներկաները վախենում են նրանից, այդ 4 ամիսներ նրանք կարող են, չէ, ձգձգել եւ 2026-ն էլ ավարտվի, որից հետո դե տեսեք, եթե Արտակ Գալստյանը դուրս եկած լիներ գոնե տնային կալանքից, գոնե վարչական ինչ-որ վերահսկողության տակ լիներ, մենք կփորձեինք նաեւ Գյումրիում հավաքանու այդ ընտրություններին մասնակցել, բայց քանի որ շանսեր ունեիք, մենք որոշակի ժամանակ հետո կբացենք ճակերտներ, թե մեր տեխնացուն ով է եւ Ղուկասյանի մասը խոսել, բայց այնտեղ նայել այնտեղ կա լավ Վարդան Ղուկասյան, ասենց ասեմ։ Մենք իրականում չենք ուզում տարանջատենք, թե որ տեխնացուն էր մեր ընկեր տեխնացուն, մենք դրա համար օգնում ենք եւ աջակցում ենք բոլորին, առանց տարբերակելու, նույն այն մյուս 4 ուժերին, ովքեր որ օպոզիցիոն էին։ Եվ ինչպես է գնահատում գյումրեցիները գնահատին արդար իրականում ընտրությունների արդարության մակարդակի մասին ես չեմ կարող շատ գնահատականներ տամ, սրտի քաղաքապետին ընտրեցին, թե ընտրության հնարավորություն այսպես ասած։ Միշտ Հայաստանում ես գտնում եմ, որ դնում են վատի եւ ավելի վատագույնի մեջ ընտրություն, երևի կառուցվածքն է տենց ընտրությունների, բայց Հայաստանում երևի թե այդ դեմոկրատիա բառը շատ են օգտագործում, դա հորինվածք է, այդպես բան գոյություն չունի, ոնց որ եւ արդարություն, դա սուբյեկտիվ տարբեր շրջանակներում, թե որ անկյունից ցույց կտած նույն արդարությունը, նույն դեմոկրատիան եւ մնացած այդ մեզ վրա ոնց որ կախված բառերը, Գյումրին ցույց տվեց, որ 26 թվականի մինիատյուրան էր ինձ թվում, որ այլևս Հայաստանում չի լինելու մեծամասնություն ձայներ հավաքող ուժ, եւ նաեւ իշխանական ուժը հասկացա, որ նույն Փարաքյարում, նույն Գյումրիում դա ցույց տվեց, որ վերջ, ռեյտինգը արդեն մարդիկ արդեն հոգնել են ընտրություններին գնան կամ ինչ-որ միտինգների գնան, բայց գիտեք ինչ վատ միտում եմ տեսնում, այդ նախկիններն ու այս ներկաները իրար այդ պասերով ու իրանց արբանյակ որոշակի մարդկանց միջոցով քաղաքացիներին համոզում են, որ ընտրություններով էլ չի լինի։ Ես կոչ եմ անում ցանկացած ընտրության գնացեք, որտեղ վարչական ռեսուրսը անսպառ չի։ Ինչքան շատ մենք գնանք ու օպոզիցիա ընտրենք, ցանկացած օպոզիցիոն ուժի։ Իսկ այդ ցուցակում ոչ մեկին քաղաքացին չի ուզում կապ չունի։
թող գնա մի ցանկացած ուրիշ օպոզիցիոն մարդու ընտրի, բայց թող գնան։ Իսկ գուցե չգնալով իրենք Չգնալով, բոյկոտում են եւ տեսեք, սխալ ցույց են տալիս, որ չեն վստահում այն քաղաքական ուժերին կամ անձերին։ Քողարկված ԿՊԱ-ական թեզ է, քողարկված նաև սերժական թեզ, ասենց ասեմ։ Ինչքան քիչ գնան օպոզիցիոն քվեարկության մասնակցող անձինք, այդքան շատ տոկոս է կազմում հարաբերակցության մեջ վարչական ռեսուրսը տվյալ պահի իշխանությունը։ Իրենք կարողանում են, ասենք, մոտ մի 20% է վարչական ռեսուրսը, հա, ենթադրյալ։ Եթե մենք քիչ են գնում, այդ 20%-ը դառնում է 30։ Նու այդ 20 ասում եմ ընդհանուր ընտրողների մեջ, հա, ենթադրենք այդ թիվն է։ Դրա համար հանրային ձայնը կոչա միշտ գնացեք ու ոչ թե բոյկոտեք, այդ բոյկոտել գործիքը շատ հետաքրքիր գործիք է, որը պետքա ոչ շատ հաճախ օգտագործել։ Իստեղ մեզ տրամադրում է, որ բոլորը պետքա միշտ բոյկոտեն, ազգային ժողովը տենը մենք Պարլամենտը բոյկոտում գործի չի գնում, ձեզ ընտրել են ինչի համար, որ բոյկոտեք, նույնն էլ Երևան քաղաքում։ Փաշինյանի ելույթի ժամանակ արդեն ազգային ժողովում դուրս եկան ընդդիմադիրները դահլիճից, այսինքն ակնհայտ։ Հա, բայց եթե լուծում չեն տալի, տեսեք, հանրային ձայնին ասում են դուք եսեք վատն եք, եսեք անում, են եք անում, ասում եմ ժողովուրդ դուք էլ բոյկոտ եք անում, բայց հարց չեք լուծում։ Մենք գոնե բոյկոտ չենք անում, ձեզ չենք խանգարում, բայց հարցեր ենք լուծել։ Ասեցի քանի հատ նախագիծ է, որը որ երբևիցե մոտիկ չի եկել ոչ մի իշխանություն կամ ոչ մի օպոզիցիա։ Քաղաքային մանդատից հրաժարվելու ինչ որ տարբերակ կարող է Արտակ Գալստյանին առաջարկեն։ Դե առաջարկները Ոչ միայն առաջարկում են, պահանջում են։ Կա ավականի, որը գայս ասում Արտակին բերեք, հանեք նախագիծ էլ բերել է։ Ասում եմ տղա ջան, քո ուսածը ի՞նչն է։ Դու գոնե Արտակին մոտիկից տեսել ես։ Դու հասկանում ես ինչ ես անում, ում ջրաղացին ես ջուր լցնում։ Ասենք Արտակի մանդատը դնելու լիներ, կդներ, բայց նա իր դեմքն է, պլակատները հիշում եք Երևան քաղաքի բուկլետները, ասենք հանուն ինչի պետք է Արտակը մանդատ դնի, մեր կուսակցության առաջնորդն է, ես այդ մարդիկ, որ մոտիկանում այդ պրիմիտիվ ձևով հարց են տալիս, կամ առաջարկում են, բա հանենք, որ սենց լինի, ասում ժողովուրդ, իմաստը որն է, այսքան անցել ենք, հիմա բերենք դնենք, որ ինչ Դուք պատկերացնում եք Գալստյան Արտակը, որ մեր ֆրակցիայի աթոռները որ դրած է, ինչ իր ներկայությունը, ինչ զսպող ազդեցություն կունենա մենակ իր ներկայությունը, թե քաղաքային իշխանության համար, թե մնացած ֆրակցիաների ներկայացուցիչների համար։ Բոլորին ձեռ չի տալի, որ Արտակ Գալստյանը գա։ Երևի մի քանի հոգի մարդ է, որ ուզում է, որ Արտակը դուրս գա, որտեղ երկրում էլ քաղաքային իշխանության մոտ էլ եղանակ է փոխվելու։ Ու շատ կտրուկ է փոխվելու։ Դե մենք կսպասենք այդ զարգացումներին, պարոն Ավագյան, Գյումրիում էլ փաստորեն վաղադեռ սցենարները պարզ չեն։ Դե եթե սա ուղիղ եթերա, ես իմ աջակցությունն եմ ուղարկում նույն այդ նախագծի մասով, եթե ինչ-որ մեկին էլ պետք լինի, ես հանրային ձայնը պատրաստ է օգնի, հա, ու ես միգուցե ես իմ խոսակցությունով ես ինչ-որ մեկի պլաները քանդեցի, որ չկարողանան ասենք Վարդան Ղուկասյանին ձերբակալեն կամ մի 3 հոգու էլ ձերբակալեն, որի միջոցով կարողանան Սարիկին դարձնեն քաղաքապետ։ Ամեն դեպքում դուք գտնում եք, որ քաղաքացիական պայմանագիրը կօգտագործի որոշակի այն դարակում պահված գործերի մասին, ինչպես հիշեցնում էր վարչապետը։ Դարակում պահված գործերի մասին կարա ընդհանրապես կարվի գործեր, հորինվի գործեր, վառօրինակ Արտակ Գալստյանը իր ընտանիքով։ Դա աբսուրդի ժանրից է այդ գործը։ Գյումրիում չի բացառվում։ Ես չեմ բացառում, ես եթե ասում եմ, կիսատ մնաց սովետի փլուզումից հետո տարածաշրջանում բանտարկյալ ընտանիք չի եղել։ Արտակին բռնեցին, հետո փաստաբաններին էին բռնում, նույն ձեր տաղավարում էլ ա եղել Սուսաննա Սարգսյանը։ Ու էլի լիքը հարցեր ա եղել, որոնց մասին, ասում եմ, լրատվականները մեզ չեն մոտիկանում հարցնեն, որ ասում եմ, «Պրավդա գլազա կոլիտ», այդ տարբերակն է։ Իրանց ձեռ չի տալի ճիշտ խոսացող կուսակցություն, ճիշտ խոսացող ավականի։ Իրանց ձեռ է տալի նենց բաներ խոսան, որ իրանց գործերը առաջ տանեն։ Սրան փնովեն մի քիչ բիզնեսից էս վերցնեն, մի քիչ էս անեն։ Սա է մեր հայկական իրականությունը։ Պարոն Ավագյան, քանի որ մենք խոսում ենք նաև քաղաքապետարանի գործունեությունից եւ անմիջապես մեր հաղորդումը հենց փորձել էին կապել Արտակ Գալստյանի այսպես կալանքից տնային կալանքի անցնելը քաղաքապետարանի աշխատանքների հետ։ Հիմա ծառահատման հետ կապված, ծառահատումների հետ կապված բավականին մեծ աղմուկ է, հատկապես Քրիստինա Վարդանյան այդ աղջիկը կարծես թե չի հանդարտվում, չի կարողանում։ Ճիշտ է, ես այդ աղջկան, նո աղջկան ասածը մի քիչ ոնց որ կինը տիկնոջ է, հա, շատ մասնագիտական վերլուծություն
ես չեմ ուզում, մոտեցումները։ տեսեք, հարցեր կա, որոնց մասին որպես օպոզիցիա, որպես կոլեգա չեմ ուզում շատ գնամ իր անցյալում գործունեությանը եւ Կամ ում հետ է առաջ շարժվել եւ բայց ներկա պահին մի կողմ եմ դնում, ես ասում եմ, ցանկացած պահին երբ ինքը ինձ զանգել ասել, ասենց բան կա, փորձել եմ ինչ-որ մի ձև ես էլ աջակցեմ, նույն Մերգելյանի այգու ծառահատումների ժամանակ եւ այլն։ Բուսաբանական այգու հետ կապված, այո, ես ասենց ասեմ, ես ծայրահեղդեմ եմ, ես շատ կոշտ հանդիպումներ եւ պայմաններ եմ դրել նույն Բեգոյան Արմենի այդ կանաչապատման հողակի տնօրենի հետ կապված մեր մոտ շատ լուրջ չեմ ուզում շատ բաներ բացեմ, բայց շատ կոշտ ենք իրար հետ խոսացել, ու իրար հետ ասածը մի քիչ ավելի կոմպլիմենտ դառավ իր համար, բաներ կա, որ մենք քիչ չենք հասցնում, իրականում դուք էլ լավ գիտեք, 2 ավագանի, 3 ավագանի արտակը կալանքի տակ, մեծ ֆրակցիաները պետք է անեն, մենք ամենձև աջակցենք, մեր ոնց որ գործառնությունների մեջ մտնում են տարբեր հնարավորություններով կարող ենք, մենակ բոյկոտելով ու շրջալով չի էլի, այնտեղ բաներ կա, որ կարելի է ավելի լուծումներ տալ ավելի հեշտ գործողություններով, բայց ամեն դեպքում ես սատարում եմ նույն Կրիստինային, ցանկացած ժամանակի մեռախոսի հասանելի է, իրանք իմ տեղը գիտեն, համարս գիտեն, քանի անգամ իրար հետ ինչ-որ գործողություններ արել ենք, ամեն դեպքում լավ են անում, ես էլի եմ ասում, նույն տրանսպորտի բոյկոտ անող ֆրակցիաներին էլ։ Իսկ տրանսպորտի գինը կարող է նորից դառնալ 100 դրամ կա, այդպես Ես կցանկանայի, որ տրանսպորտը դառնար անվճար, բայց ամեն ինչ իր գինը ունի, իր ձևը ունի, մեթոդը ունի։ Դա մեծ ճոխություն կարծես թե Բայց իրականում ես ուզում եմ ասեմ նաև մյուս ֆրակցիաներին միշտ բոլորի կողքին ենք մենք։ Եվ պետք չէ այդպես Մեզ պետք չի ազնավորել ասել այ 150 դրամը դուք բե, հա մենք ընդունում ենք 300-ից իջացրել ենք 150, նիստին մտել ենք, էդի հաստատել ենք, մինչև նիստը ունեցել ենք կոնֆլիկտ շատ լուրջ քաղաքապետի հետ։ 100-ի դարձնելու, ոչ թե խոսենք անվճարի մասին։ Չէ, իհարկե ունենք։ Թե համարում եք, որ դա Չէ, ես չեմ համարում, ես գտնում եմ, որ մենք Հայաստանի բնակիչը դեռ չունի այդ եկամտի հնարավորությունը, որ կարողանա տա 150, 200 տաքսիով երթևեկի իմ հաջորդ խոցելի կետը լինելու է տաքսի, Yandex տաքսին, որը որ կամայականորեն թանկացնում է օրվա ժամերի կամ եղանակի հետ կապված, ինչի մենք չունենք երևանյան տաքսի, ինչի քանդեցին են մեր թաղերի տաքսի սերվիսները, ինչի բոլորը գործ ունեն, հիմա տվել են ինչ-որ պրո-ադրբեջանական ինչ-որ մի հատ ընկերության քաղաքապետարանն է օգտվում այդ քարտեզներից, որ ասում ես այս ավտոբուսը ուր է, ինչա, մտի Yandex Go Ինչի ամեն տեղ կարում եք փող ծախսեք, այդ մի հատ հավելված չեք կարում ստեղծեք կամ չվացուցակներ, կամ կանգառները կահավորեք, կամ այդ գծանշումները անեք։ Իրանց հետ նույն իմ պայքարը հենց դրանում է, էլի ռեֆորմ արեք։ Ես ուզում եմ, որ Երևանում ամենաշքեղ ավտոբուսները լինեն, տրոլեյբուսները լինեն։ Շքեղ ավտոբուսները պետք է կարողանան ակետից բեկետը հասնել։ Ես ուզում եմ դա լինի, ես ցանկանում եմ, բայց մինչև դա դու պետք է նախապայմանները բոլորը կատարես։ Դու տվել ես ինչ-որ թերսելի, որը չգիտենք ուր է, ով է, ումն է։ Մենք չգիտենք այդ տվյալները անձնական ուր է գնում։ Ընդ որում տուգանքներ եք։ Այդ ազգային ժողովն է, այդ քաղաքային իշխանությունը չի կարա դրա դեմ առնի, դա արդեն ազգային ժողովի օպոզիցիան թող։ Այդ էլ է, ես իմ համար անընդունելի է, որտեվ կա սպառողական զամբյուղ, կա թոշակառու, հա, այդ մի քանի կոմպոնենտ որ դնում ենք, 15000-ը դա 1/3-ն է թոշակառուի։ Ասենք թե թոշակառուն չի առել, հա, ասենք ինչ-որ մեկի տատիկը կամ թոր չունի, հա, միայնակ ինչ-որ տատիկա, բայց ստատուս չունի, որ ինքը միայնակ է, որ ասենք օգտվի արտոնությունից։ Թոշակառուները հա ունեն արտոնություն, բայց կարող է էլ չի հերիքում այդ մարդուն կամ 1000-ից մեկ է նստում։ Հիմա տատիկին բռնեն, հա, 15000, հա, դա նորմալ է, դա բան է, իրանց ասած ժողովրդավարական, հա։ Այդ տատիկը ինչ անի, 10 օր հաս չուտի։ Պարոն Ավագյան, իսկ ինչու են այդ բարեփոխումները, այսպես ասված, ընտրություններից առաջարվում։ Այսինքն իշխող ուժը չի հաշվարկել ռիսկերը, որտեղ դրանով ամեն դեպքում հանրությանը իրենք ոչ թե մոտեցնում են։ Ձեր հարցով կոմպլիմենտ եք անում իշխող ուժին։ Չի մտածում, չի հաշվում։ Չէ, ոչ մի բան չի մտածում։ Ինչու՞ գուցե վստահ է, որ չգիտի, որտեղ իրանց մոտ քաոսային կառավարում է։ Իսկ գուցե իրենց վրա ինչ-որ վստահություն ունեն։ Չէ, ասենք, լավ, լագիչնի մտածենք, հա, վեկալեցին, բերեցին գույքա հարկի հետ։ Աղբահանություն, տարմիրգից, հարկեր, ես իմ դեկլարացիա լրացնել։ Սա ասենց բերեցին, դրեցին սենց բանի, ժողովրդի առաջ,
Ու ինչ սպասում եք ժողովուրդը պետք է ասի, հա, վայ, ես ինչ լավ խելացի եք, չէ, եթե խելացի եք ուզում եք այդ հարցերի լուծումները տան, հերթականություն կա, պլավնի, sense նուրբ կամ մի հատ ազդակներ զգայք, ժամանակնա թե չէ, դրա որն է հաշվարկը դրանց ռիսկի, ոչ մի բան չեն հաշվարկում, ինչ մեկի գլխին փչում է, գալիս ասում է, էսի պետք է անենք, այն էլ ասում է, այսօր լավ տրամադրությամբ եմ, անցկացրեցինք, այս վիճակին ենք ասում մենք, դրս հələ նայեք արտաքին աշխարհի հետ ոնց են շփվում, ինչ վիճակներ է, հասնում է դանակը ոսկորում, մեկը հոպ մեկը թռավ գնաց ընդ բանակցություններն է կներեսնա իրանց հիմնական, այս վիճակն է արտաքին քաղաքականություն չունենք, Ռուսաստանի հետ ինչ որ տես ոչ մի բանից սարքեցին մի հատ մեծ պատմություն սարքեցին, թշնամություն կախեցին իրանց վրա, այդ իշխանություն ջան, սենց ասեմ, միգուցե պետք էր թշնամի չսարքել այն մեծ երկիրը, որը որ կարար ընդամենը մնար մեզ ընկեր, որ չենք մոռանում, չէ՞ որ այնտեղ 3 միլիոն կա, չէ՞ հայ։ Հարցը մենք թողնենք հաջորդ անգամ, իհարկե։ Դա արդեն մենք ենք Չէ, դուք որ իշխանության ասում եք ռիսկերը չեն գնահատում, ինչն են գնահատում կամ ինչն են հաշվարկում։ Փչացնելով գնում են։ Ես դա կարամ ասեմ։ Շնորհակալություն եմ հայտնում, պարոն Ավագյան, խնդիրները բավականին շատ են, հատկապես այս բայդրությամբ Երևանի հետ կապված, մենք կհետևենք զարգացումներին եւ ժամանակ առ ժամանակ գուցե կանրադառնանք ձեր ծրագրերի մասին կխոսենք, կարծում եմ մենք կլինենք այն լրատվական կառույցը, որ ձեզ չենք անտեսի եւ հնարավորություն կտանք ձեր ծրագրերի մասին։ Ձեր անաչառությունը ես միշտ եմ նկատել։ Այնպես որ փաստորեն դեռ պայքարի մեջ եք, պայքարում եք։ Դեռ չէ, մենք միշտ պայքարի մեջ ենք, գնալու ենք առաջ ու միշտ պայքարելու ենք ձեր ասած անարդարության դեմ, որովհետև մեր եւ ձեր տեսած անարդարությունը նույնն է։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ, հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։